Սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ միասին եւ ձեզ համար սկսում եմ տեսաշարք նոր, որը կկոչեմ Նիկոլի փուչիկները։ Ամեն անգամ, երբ նա ձեզ հերթական սուտը կմատուցի, 1 րոպե ստելու համար տեսալովակ նկարի կամ որևէ այլ հարթակից կստի, ես կմտնեմ եթեր եւ ձեզ շատ կարճ եւ մատչելի կբացատրեմ, կներկայացնեմ, ձեր ուշադրությունը կհրավիրեմ այդ ստի վրա։ Եվ այսպես սկսենք նրա վերջին ստից, ասում էր, որ նախկին նախագահները լուծող էին, Արցախյան հարցը թող լուծեին, դա ասում է մի մարտով 18 թվականին ասում էր, որ Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանին, հետո ասում էր, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո ասում էր, որ Թավշյա հեղափոխությունը վերում է Արցախի ճանաչման նոր հեռանկարներ, հետո ասում էր, որ խնդիրը պետք է ընդունելի լինի լուծումը 3 ժողովուրդների համար, հետո ասում էր անգամ պատերազմի ժամանակ, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչել, հետո ասում էր պատերազմից հետո, որ Արցախի խնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահների սկզբունքների հիման վրա, հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նիկոլ, Արցախի խնդիրը լուծված էր հայ ժողովրդի համար, այնտեղ կար հայկական պետականություն եւ միայն պետք էր միջազգային ինստիտուտներում այն վավերացնել, ինչով եւ զբաղված են 3 նախկին նախագահները։ Երբ որ գլուխը ցավում է, գլուխը չեն կտրում։ Քո առաջարկած ճակերտավոր լուծումը Արցախի գլխատումն էր, Նիկոլ։